Ինչու հայոց հզորագույն զորավարը գերի վերցրեց թշնամի արքային, սակայն հրաժարվեց սպանել նրան։ Պատմական աղբյուրներն ու Արարատիզմ գիրքը բացահայտում են 5-րդ դարի հայոց ասպետական վարքականոնի անհավանական գաղտնիքը։ Հայ դյուսազունների համար խստագույնս արգելված էր ուրիշ ազգերի թագավորներին սպանելը կամ ստրկացնելը։ Առաջին ապշեցուցիչ փաստն արձանագրվել է Ձիրավի ճակատամարտում։ Հայոց սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը կոտորում է թշնամի զորքին, գերի վերցնում Աղվանքի Ուռնայր թագավորին և ի զարմանց բոլորի ազատ արձակում նրան։ Երբ Պապ թագավորը հանդիմանում է նրան, սպարապետը պատասխանում է. «Ես իմ հավասարներին կոտորեցի, բայց նա, ով գլխին թակ է կրում, իմ հավասարը չէր։ Ես թագավոր մարդու վրա ձեռք չեմ բարձրացնի, թեկուզ ինձ էլ սպանեն»։ Սա հայ ազնվականի բացառիկ վեհանձնություն էր։ Սակայն այս նույն կոդը չափազանց դաժան էր, երբ անարգվում էր սեփական արքան։ Երբ Պարսկաստանում արքունի ախորապետը ծաղրում է գերի ընկած հայոց Արշակ թագավորին, Մուշեղի հայրը Վասակ Մամիկոնյանը տեղն ու տեղը գլխատում է պաշտոնյային հենց պարսկական արքունիքում։ Նա վտանգում է սեփական կյանքը, որովհետև իսկական ասպետը երբեք չի կարող հանդուրժել պետության գլխի և ազգային արժանապատվության նսեմացումը։ Իսկական հզորությունը երբեք չի չափվում ֆիզիկական ուժով կամ թշնամուն ոչնչացնելու մոլուցքով։ Այն արտահայտվում է սեփական արժանապատվությունը պաշտպանելու կամքով և ընկած հակառակորդի հանդեպ ցուցաբերած բարձրագույն բարոյականությամբ։ Սա այն հոգեբանական գերակայությունն է, որը հաղթանակ է ապահովում նախքան սուրը մերկացնելը։ Արդյոք մենք այսօր պահպանել ենք մեր նախնիների այս ասպետական հոգին։ Կիսվիր քո մտքերով մեկնաբանություններում։